Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուսաստանի բանկասա վերջին այցից հետո Փաշինյանի այ գործարարների հանդեպ համապարփական համատեքստի հնարի գործարանի կապված մաճանքի գործով է վերաբացել, այ գործարարների Ես չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչու է գնացել, բայց ենթադրում եմ, սա զուտ իմ ենթադրությունն է, որ երևի ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա հանգիստ է։ Ես էլ ձեր հարցի պատասխանեցի։ Ես էլ ձեր հարցի պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Թեոբերչուկը շատ կոշտ հայտարարություններ հնչեցրեցին, այստեղ էլ դա շարունակվեց, օրինակ Ալեշյանին ասում է, եթե գազի գինը թանկանա, կամ ամբիատումից հապ։ Բայց ինչի պետք է գազի գինը թանկանա։ Ձեր դիմակի։ Չեմ իվայք ինչի պետք է թանկանա։ Իվայքան ես ձեր չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանա։ Այսինքն Իվայքյան, չի ինչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Իվայքյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Բան չեն ակնարկում գազի գնի։ Նման ակնարկ կանում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկող լրատվամիջոցներ սերի բարեկամ։ Ռուսաստանի Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Ուզում եմ բոլորդ իմանալ, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում ես չգիտեմ դուք որ շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավոր, գիտեմ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանալ, հայտնեք բոլորս իմանալ, ով է ֆինանսավոր։ Բայց ներողություն։ Իմ մայրը խմբագիր չէ, Իվարկյան Դե հիմա լսեք, ես ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, Իվարկյան, ուրեմն լավ չի դաստիարակվում այլիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր իշատակը։ Իսկ հիմա լրեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ մայրիկը ձեզ Հիմա անցանք հաջորդ հարցին։ Հիմա լրեք, անցեք, ավարտելով թեման։ Ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ Կալուգացի օլիգարխը պատրաստում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվելու, այլ հարց է։ ասում եք փուչիկ պարոն Ռուբինյան, բայց Ռուսաստանի փոխվարչապետը ասում է, որ Հայաստանի հետ օրինակ պայմանավորված Ռուսաստանի փոխվարչապետը նման բաներ ասում է 1 տարի առաջ, 2 տարի առաջ, ասեք, լավ չի, չէ՞, ասեք։ հայտարարում է, ասում է Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվում ենք մի բան եւ Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ, դուք կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ջեպասությունը, ազատ են Բացարձակ չեմ հեռացեք, եթե ուզում եք։ ես հարցս տամ Շատ լավ։ Մի թափեք ինձ։ Ինչ ասեցի դուք չեք հասկանում, դա չեք որոշում, դա դուք չեք որոշում։ Որոշումը ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրենք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե լրագրողները ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հացեր են տալիս այդ քաղաքական ելույթներ,
ում պատվերով են դա անում։ Այնինչ մարդիկ իմանալու են դուք կոնկրետ դուք ում պատվերով եք օրինակ գալիս են բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք խանգարում եք։ Խնդրեմ ձեր մի խանգարեք, խնդրեմ շողի։